Միքայել Սրբազանի բնորոշմամբ տիրադավ Այ, Գևորգ եպիսկոպոսի կարծիքը, որը որքան էլ մերժելի է իր վարքագիծը, բայց մարդը բան է ասել, որը ճշմարտությանը մոտ ասում է։ Բայ եթե մենք այդքան վատն ենք, Կճոյանը, Էլբեկը, մնացածը, բայց ինչի ենք մնացել եկեղեցում։ Ինչ են մեզ թողել եկեղեցում։ Գիտեք խնդիրը որն է, որտեվ այ եկեղեցին է, եկեք այն որ ասում է ծուռը նստենք շիդակը խոսենք։ Եկեղեցին ինքը իր մեջ խնդիր ունի։ Այնպես չի որ վեհափարի անձի հետ կապված մենք բացարձակապես ունենք այսպիսի լոյալ վիճակ, որ ասենք չէ որ չէ, հա, ինքը պետք է մնա եւ մենք է գիտենք որ այնտեղ խնդիր կա։ Այդ տեսեք ես բազմիցս իմ հրապարակային ելույթներում ասել եմ խնդիր կար եւ եթե զուտ խնդիրը դա էր, իսկ դա չէր խնդիրը։ Հասկանալ չէ որ կուսակրոնության թեմա չէր խնդիրը։ Եղբայր հարցեր ունեիք հայ մարդ ենք, փակվեիք սենյակում, հրավիրեիք կամ դու գնայիր իր մոտ։ Խնդիրը լուծեիք, ոչ թե այսպես ամբողջ եկեղեցին թիրախավորեիք։ Խոսքը Նիկոլի մասն է։ Այո, հիմա այդ մասով։ Հիմա վերադառնամ ձեր հարցին։ Դուք շատ ճիշտ նկատառում եք անում։ Իրականում, եթե խնդիրը այն գլխից այդպես չներ, այսինքն եկեղեցում մեջ չլիներ այնպիսի կարգեր, որ աչքա փագեն արել, հա դե ոչինչ, դե մեր մարդն է, դե վերջի վերջո այս սկզբունքներով այսօր նույն այդ մարդիկ եկեղեցու դեմ դուրս չեն գա, վեհապարի դեմ դուրս չեն գա։ Այստեղ ես ինչ որտեղ չագերտավոր մեղադրում եմ նաև վեհապարին։ Թող վեհապարի համար սա դաս լինի։